Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն այսօր հունիսի 23-ն է 2026 թվականի։ Ես Եռաբլուրում եմ գտնվում, Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ Եռաբլուր զինվորական պանթեոնից տեղեկացնեմ, որ ես երեկվանից 2026 թվականի հունիսի 22-ից իմ սեփական տնամերձ հողամասի հետ կապված կարևորագույն հարցերի ու իմ ընտանեկան աշխատանքը ստեղծելու այդ հարցերին ուղղված հանուն օրինականության, սոցիալական արդարության, հավասարության և արժանապատիվ կյանքով ապրելու պայքարի նոր փուլի սկիզբն եմ սկսել երկշաբթի օրվանից, այսինքն նոր փուլ եմ սկսել, նոր քայլեր եմ, արդեն հերթական քայլերով եմ փորձում առաջ գնամ, այդ հարցերին օրինական լուծում տամ։ Հիմա այսօր ինչի համար եմ ես Եռաբլուրում, նաև ինչի համար է ձեւ ասած, ուզում եմ Եռաբլուրից հայտարարեմ այդ օրինականության, իմ նշած օրինականության, սոցիալական արդարության եւ անուն հավասարության, արժանապատիվ կյանքի այդ պայքարի նոր փուլի սկիզբն եմ հայտարարում, ու ինչի հենց իմինո Եռաբլուրից եմ հայտարարում, այս սրբավայրից, կնայեք լավ չեմ կարող խոսամ, ատամս ցավում է, մի քիչ բառերի կարող է նորմալ չարտահայտեմ, ինչի համար եմ ես հենց Եռաբլուրից հայտարարում այդ պայքարի սկիզբը նոր փուլի, զուտ եմ պատճառով, որովհետև 1988 թվականից սկսած մինչ օրս հազարավոր հայրենիներ են պայքարել, անմահացել, մի մասը հաշմանդամ է դառել, որ ձեռք չունեն մարդիկ, մարդկանց կյանքերը խեղաթյուրվել, անհետ են կորել մարդիկ, այսօր որ միջև այդ մակաստը հերոսների տեղը չգիտեն, ու այդ ամեն ինչը այդ մարդիկ կարել են հանուն նրա, որ մեր թշնամին չգա, հայ ընտանիքին չվնասի, հայից, հայ երեխուց ինչ-որ բան չխլի, չգողանա, չտանի, չանարգի, արժանապատվությունը չզրկի այդ ընտանիքի, այսինքն արժանապատվությունը զրկելը տարբեր իմաստներ ունի, այսինքն հանուն այդ ամեն ինչի են պայքարել են հանուն մեր Աստծո, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ազգային արժանապատվության, բայց այսօր ցավերն է, որ այդ տղերքը այդքան անմահացել են, հերոսացել են, ու այսօրվա դրությամբ ողջ մնացած ազատամարտիկների մի մասն էլ, որոնցից մեկը ես եմ, ստիպված պայքարում են, շարունակում են այդ պայքարը, բայց այդ պայքարը ոչ թե այս դեպքում թշնամու դեմ է, այլ յան ազգանունը կրող ինչ-որ մարդկանց դեմ, յան ազգանվան վերջավորություն ունեցող, ես չեմ ուզում կոպիտ բառերով իրանց անվանեմ, Եռաբլուրի իմ համար սրբավայր է, ես չեմ ուզում ստեից ինչ-որ վատ արտահայտություններ անեմ, ուղղակի ցավալի է, որ այսօր հենց մեկ անձամբ ես այսօր պայքարում եմ հանուն նրա, որ ինձանից, իմ երեխուց, իմ ընտանիքից գողացվածը հետ բերեմ ու կարողանամ գոնե իմ սեփական հողամասում ես իմ աշխատանքը ստեղծեմ ու կարողանամ իմ ընտանիքի սոցիալական հարցերը լուծեմ,
բայց ոնց որ ագին մարդիկ կան, չեմ ուզում էլի կոպիտ ձևով իրանց անվանեմ, աշկացակ փողատեղերեր, պետական պաշտոնյաներ, որոնք չեն ուզում, որ ես այդ ամեն ինչին հասնեմ ու նենգորեն, դավադրորեն, անընդհատ իմ թիկունքում ինչ-որ խաղեր են խաղում, իմ դեմ ինչ-որ իմ թիկունքում դավեր են նյութում, ինչ-որ բաներ են անում, հիմա այդ պայքարս այդ ամեն ինչի դեմ է։ Ես այսօր եկել եմ, այսինքն այդ ինչ որ արել են, ընտանեկան աշխատանքը ստեղծելու հարցի պահով ես 3 տարուց ավել եմ ամփերել, ասել եմ լավ, մարդն կանեն, մի օր կհանգստանան, թողել եմ Աստծու վրա այդ ամեն ինչը, հողերի պահով իմ սեփական տնամերձ հողերի հետ կապված հարցերում, որ 2026 թվականի հունվարի 16-ից պարզել եմ ինչ-որ ենթադրություններ, այլ ինչ-որ բան ինչ-որ խնդիրներ կա, փորձել եմ այդ 6 ամիսներին ընթացքում, արդեն 6 ամսից ավել է, որը նենց անեմ, որ մարդկային ձևով այդ հարցերը լուծենք, որևէ մեկը պաշտոնից չհեռացվի, իր աշխատանքից չհեռացվի, չդատվի, էսեն, այսինքն փորձել եմ մարդկայինով նաև, տաղավարի ձևերով, բանավոր, այդ մարդկանց խնդրել եմ, ինձ շատ վաղ միամիտի տեղ ընտրել ես, բանը չեմ հասկանում, էսեն, իմ դեմ թատրոն է խաղացել, թատերական ներկայացումներ են ներկայացրել, ես է շատ լավ հասկանալով ինչ են, բայց դե ես որ տեսել եմ ինչեր է կատարվում, ես ասել եմ կային միամիտի տեղ եմ դրել, կարևորը հարցը նորմալ ձևով լուծվի, որևէ մի ընտանիք կամ որևէ մի երեխա իր արածի համար ամոթ չզգա, բայց փաստորեն այն եմ հասկացել այդ 6 ամսվա ընթացքում, որ այդ մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում ոչ մի բան, ու հիմա ես այդ պայքարի նոր փուլը սկսել եմ, թե անկախ դրանից հետո ճիշտ է ես իրավապահների չեմ դիմել, ոչ մեկի չեմ դիմել, ուղղակի ես էլ քայլեր կանում եմ, էլի իրանց մասին մտածելով, որ անենց անեմ, էլի չտուժվեմ, բայց իմ հարցն էլ օրինական արդարացել լուծում ստանա, բայց եթե չստացվավ, այդ իմ հարցը օրինական լուծում չստացավ, կամ հիմա երկշաբթի օրվանից երեկվանից ինչ գործողություններ, որ արդեն սկսել եմ քայլեր, որ անում եմ, այդ քայլերի արդյունքում մարդիկ գործից դուրս եկան, փակվան, պատասխանատվության ենթարկվան, այսինքն այդ ամեն ինչի պատասխանատուն մեղքը հենց իրանց վզին է մնալու, այդ ժամանակ կուզեն ասեն Սամոն գործ տվողը, Սամոն էսայինը, ես թքած ունեմ այդ սաղը ասացի կարծիքների վրա, այդ ասողների կարծիքների հիման վրա ես թույլ չեմ տալու, որ խոսքի ինչ-որ մեկը իմ երեխու փայ է, իմ երեխուս գողնա տանի, խլի տանի, նակլի ձևով, ու այդ ասողները եթե այդքան տաղամարդ տղերքին, այդ 6 ամսվա մեջ եթե այդ պետական հանցագործների, պետության անունից հանդես եկող, պետության անունից գործող համապատասխան պաշտոնատար մասնագետների թաթերը բռնին, ու ասին այդ մարդը չի ուզում ձեզ վնասի, բերեք տաղավարի ձևերով, այս հարցերին օրինական ձևերով այդ մարդուս իշտ տարել եք, լավ է կարել, բայց այդ մարդը եթե պարզել է, ուրեմն սիրուն ձևերով հետ տվեք այդ մարդուն, այդ ճիշտ կելեր, բայց եթե դրանից հետո ինչ-որ խնդիրներ առաջանա կայնեն, ինչ-որ պոզ անուններ կպցնում, ես թքած ունեմ այդ պոզ անուններ կպցնողների վրա, այսօր այդ թեմաներով ժողով ջան եկել եմ իմ մարտական հերոս ընկերների հետ եմ կիսվել, ասել եմ, որ
երեկվանից ես նոր փուլ եմ սկսել Տաղեր ջան, ես մերեն ինչի համար որ մենք մեր թշնամու դեմ պայքարել ենք, ես այդ գաղափարների կրողն եմ ու հիմա էլ ցավում եմ Տաղեր ջան, որ ճիշտ է իմ ընտանիքի պահով է այդ բանը, բայց այդ նույն գաղափարներով արդեն իան վերջավորություն ունեցող մարդկանց դեմ եմ պայքարում, ուզում եմ նորմալ էլի, խոսամ սրբավայրը չեմ ուզում ինչ-որ բառեր ասեմ։ Հիմա Տաղերքին այդ ամեն ինչը ներկայացրել եմ նաև իմ անմիջական հրամանատարին, Ջերմուկի Ամոյին, լեգենդար հրամանատար, հեսա ժողովուրդ ջան, իմ թագավոր աղբորն եմ, ես այսօր նաև այդ ամեն ինչը ներկայացրել, նարհամ ջան այդ աղբորս, ու իմ հրամանատարին ու նաև մեր բոլոր զոհված անմահ հերոսներին խնդրել եմ, որ ինձ ես պայքարես այս նոր փուլում ինձ էլ ավելի մեծ ոգի, պայքարի ոգի, կամք, վճռականություն ու նաև իմաստություն նվիրեն, այսինքն իմաստությունը ինչի համար, համբերություն նաև, յոպե ժողովուրդ ջան, իմաստությունը ինչի համար, որ կարողանամ համբերեմ ու ցանկացած իրավիճակում ես կարողանամ ճիշտ որոշում կայացնեմ, այ իմաստությունը դրա համար եմ ես խնդրել, ու մեր մարտական արևիտակ երկար չեմ կարող ժողովուրդ ջան, դրա համար եմ ստում որտեղը, ու իմ մարտական հերոս ընկերներին, իմ հրամանատարին ու մարտական բոլոր մեր հերոս Տաղերքին խնդրել եմ, որ երկնքում միջնորդ կանգնեն, միջնորդ հանդիսանան իմ և մեր երկնային հրեշտակների ու Աստծու միջև, որպեսզի Աստված էլ ինձ ուժ ու եռանդ տա, որպեսզի ես կարողանամ այդ ամեն ինչի մեջով պատվով արժանապատվորեն անցնեմ ու ոչ թե հաղթանակած դուրս գամ, որոշ մարդկանց համար այդ պայքարը իմ դեմ ինչ անում են հաղթանակի պարտվելու պայքար են իրանք համարում, ես չէ, ոչ թե հաղթանակած դուրս գամ, այլ այդ վերջում այդ պայքարի արդյունքում ունեցելի, որ իմը մնա ինձ, հարևանինը մնա հարևանին, ես այդ եմ խնդրել, կամ համայնքին մնա համայնքին, բայց տվյալ իրավիճակում համայնքին մնալու բար չկա, ընդ ինչ-որ մնալու է, իմ փաստած սահմաններն է խախտվել, ինչ որ պետք է տան ինձ, այդ իմ հասանելիքն է, 36 տարի այդ տարածքները այդ հողամասին են պատկանել, ուրեմն իրանք պարտավոր են օրինական կարգով այդ հողամասին տան, եթե ես չցանկանամ հնարավորություն չունենամ առնելու այդ համայնքը պատկանազատ տարածքը նոր ուրիշին տային առաջարկին այդ ուրիշ բան, այդ է, ես Տաղերքից այդ եմ խնդրել, ժողովուրդ ջան, հուսով եմ ամեն ինչ լավ կլի ու վստահ եմ, որ իմ մարտական հերոս ընկերները ինձ ամեն ձևի թեթևում կլեն այդ հարցերին, ես դեռ հունվարին իմ ասել, որ հունվարի նաև իմ տան զատիկից 2 օր հետո հունվարի 7-ին իմ տան կրիշին խաչի խորհրդանիշներ հայտնվել, Աստված ինձ ինչ-որ բաներ դրանով նախազգուշացրել ու այդ այլել հենց այդ խաչի խորհրդանիշը, որ ես
ինչ իրավիճակներում էլ որ հայտնվում եմ, փորձում եմ ամբեր այդ կապերը ինչ որ մտնում է խառնում է ժողովուրդ ջան դրա համար է, հա, ինչ որ կտրվում, հա։ Այսինքն խաչ խորհրդանիշը որ հայտնվել էր տանիքի վրա, հենց այդ էր նշանակում որ Աստված ասել էր ես քո հետ եմ Սամո ջան, դու օրինականության, արդարության, ճշմարտության դրոշակը պարզած առաջ գնա, ես քո թիկունքում կայնացեմ։ Ու ես վստահ եմ այդ հարցում, որ կանգնած եմ թիկունքում։ Այդքան բան ժողովուրդ ջան, հավերժ փառք ու պատիվ մեր հայազգի բոլոր ժամանակի նվիրյալներին ու անմահ հերոսներին։ Աստված ձեզ մեզ եւ ազգիս հայոց պահապան։ Ստեյշ չնջես։